Գուլիկամի Սուրբ Երրորդություն եկեղեցու արևելյան պատի մեջ, ահա այս մասում տեղադրված է մի խաչքար։ Խաչքարը բերված է հայկական գերեզմանոցից եւ մոտավորապես 15-16-րդ դարերի խաչքար է։ Երբ նայում ես, կարծես թե արտասովոր ոչինչ չկա, սակայն ուշադիր նայելով զգացվում է եւ ակնհայտ է դառնում, որ այս խաչքարը տեղադրելու ժամանակ երևի տեղադրողների անուշադրությունից կամ անփութությունից այն տեղադրված է գլխի վայր, հակառակ, որովհետեւ խաչ է պետք է լինի, այսինքն այս նշանը որ կա, սա պետք է լինի հիմքում, իսկ այս մասը վերևում։ Կարծես առաջին հայացքից սա չի երևում, սակայն մասնագետի աչքերով եւ ավելի ուշադիր ես նայում, այս բացը զգացվում է։ Կա նաեւ խաչքարի վրա փորագրություններ, հիմագերեր երկու կողմում եւ եթե խաչքարը մենք պատկերացնենք ճիշտ տեղադրությամբ, ապա նաեւ կարող ենք կարդալ, իհարկե սովորական անձը չի կարող այն կարդալ, պետք է հարկավոր է մասնագետ եւ մասնագետի կողմից այս հիմագերերը արդեն վերծանված է եւ այս մասից եթե շուռ ենք տալիս խաչքարը, այն ընկնում է ձախ կողմում, այս մասում արդեն այստեղ գրված է հիշատակ ի խաչս եւ շարունակությունը մյուս կողմում է։ Հայրն Մուրադ բեյ, այսինքն հիշատակ ի խաչս, հայրն Մուրադ բեյ։ Դե այստեղ երևի այս անունը կամ խաչքարի ստեղծողի անունն է, կամ էլ խաչքարը նվիրված է Մուրադ անունով այդ անձնավորությանը։ Գուլիկամցիները հայտնի են որպես եկեղեցի կառուցողներ։ Անվանի եկեղեցաշինարար է եղել Ուստա Օվակը, որն իր եղբայրների հետ միասին մի շարք հայաբնակ գյուղերում կառուցել է եկեղեցիներ։ Գուլիկամից մոտ 4 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք ընկած է պատմական Աբլար գյուղատեղին։ Այսօր այդ գյուղատեղիից մնացել է գիծավեր միանավ կառույցով եկեղեցին, ինչպես նաև պահպանվում է եկեղեցու կողքին եղած գերեզմանոցը։ Գերեզմանոցում մինչև այսօր էլ մնացել են բազմաթիվ տապանակարեր։ Կան նաև քառակող կոթողների պատվանդաններ, ինչպես նաև ձիակերպ եւ խոյաձև տապանակարեր։ Այս գյուղատեղին պատմական է նրանով, որ դերևս գոյություն է ունեցել 16-րդ դարում։ 1595 թվականին, երբ Ջավախքի տարածքը գտնվում էր թուրքական ազդեցության տակ, թուրքերը հրատարակեցին մի գիրք, որը կոչվում է Գուրջիստանի մեծ վիլայեթի դավթար։ Այս գիրքը հիմնականում հարկացուցակ էր, հարկատուների համար էր։ Թուրքերը այդ գրքում նշել էին
բոլոր բնակավայրերը անուններով, իսկ հետո բնականաբար այդ բնակավայրերի բնակչության քանակը ըստ ազգությունների։ Այն ժամանակ հիմնականում ապրել են հայեր, վրացիներ, թուրքեր, սակայն բացարձակ մեծամասնությունը եղել են հայեր։ Երկրորդ համաշխարհային պատերազմում Կուլիկամը նույնպես ներքաշվեց պատերազմի հորձանուտ։ Ավելի քան 200 կուլիկամցիներ մասնակցեցին պատերազմին, որոնցից 100-ը հերոսաբար ընկան ռազմաճակատի տարբեր հատվածներում, այդ թվում գրեթե գյուղի ողջ երիտասարդությունը։ Խիզախության համար փառքի 3-րդ աստիճանի շքանշանի արժանացավ Արշալույս Փառնակի Այվազյանը։ Ղարաբաղի հայ ժողովրդի ազգային ազատագրական շարժմանը իր սրտառուժ մասնակցությունն ունեցավ Ջավախքի բնակչությունը։ Արցախի ինքնապաշտպանության ահեղ կռիվներում 5 տասնյակից ավելի ջավախցիներ հերոսաբար ընկան հաղթանակի ճանապարհին։ Նրանցից մեկը կուլիկամցի Արթուր Վլադիմիրի Ղարիբյանն էր։ Արթուրը հիմա լեգենդ է, ազատամարտից ծնված առասպել, նա համազգային մեծություն է։ Երևանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանն ավարտելուց հետո Արթուրը նույն տարում ուսումնառությունը շարունակում է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի կերպարվեստի ֆակուլտետի քանդակի բաժնում։ Նկարիչ, քանդակագործ, ազատամարտիկ։ Հայոց ազատամարտի նվիրյալը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարտական խաչ առաջին աստիճանի, Հայաստանի Հանրապետության մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանակիր է, Շուշիի ազատագրման պատվավոր մեդալակիր։ Արթուր Ղարիբյանի աճյունը ամփոփված է եռաբլուրում։ Կուլիկամցի Վալերի Հովհաննիսյանը վերադարձավ հաղթանակով։ Ղարաբաղյան ազգային պայքարում իր մասնակցությունը ներդրեց Վարդ Քոսյանը և ուրիշ կուլիկամցիներ։ Ազգանավեր երիտասարդ Վարդ Քոսյանը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից արժանացել է խիզախության համար շքանշանի, ստացել պատվոգիր։ Ինչ ես դու մարդ, ոչ ու ոչ մի արարած, քայլում ես շրջում, անիմաստ ապրում, պայքարում դանջվում, առնականանում կմած, քայլում ես շրջում,
Արնականանում կամա Բայց ավախ ծննդյան օրից հողին մոտենում Լեզու ես գտնում ու դեպի հողը դուր ձգտում Դառնում իմաստնի խառնվում գնում Ելի ժամն է հրաժեշտի Ելիր քանի կարող ես Մեր բաժաման այս պահին Հիշիր մեր անցած ուղին Ելի ժամն է հրաժեշտի Ելիր քանի կարող ես Սխմիր ձերքս բարեկամ Միգուցե վերջին անգամ Սխմիր ձերքս բարեկամ Միգուցե վերջին անգամ Вставай, настал час расставания Вставай, пока хватает сил В этот миг прощания Вспомним былую жизнь Вставай, настал он этот час Вставай, нам надо попрощаться Давай пожмем друг другу руки А может быть последний раз Давай пожмем друг другу руки А может быть последний раз Ելի ժամն է հրաժեշտի Ելիր քանի կարող ես Մեր բաժանման այս պահին Հիշիր մեր անցած ուղին Ելի ժամն է հրաժեշտի Ելիր քանի կարող ես Սխմիր ձերքս բարեկամ Միգուցե վերջին անգամ Սխմիր ձերքս բարեկամ Միգուցե վերջին անգամ Գուլիկամի Սուրբ Երրորդություն եկեղեցուց բացի կառուցված են եւ գործում են 4 մատուռ։ Եղել է մի ժամանակահատված, երբ Գուլիկամում մահացողների մեջ ավելի շատ են եղել երիտասարդները, հատկապես օգոստոս ամսին։ Գուլիկամցիները որոշում են կառուցել մատուռ, մոմեր վառել, աղոթել եւ ինչ-որ չափով դիմակայել այդ չարիքին։ Եվ 2002-2003 թվականներին իրենց ուժերով կառուցվում է այդ մատուռը։ Մատուռը օրհնված է եւ օծված։ Բացման օրը մատաղ է կտրվում եւ բաժանվում համագյուղացիներին։ Գյուղամիջում Գրիշ Ավանեսյանի կողմից 2009 թվականի հունիսին կառուցվել է երկրորդ մատուռը։ Ժամին քով են եղել դները, մեր հին դները։ Դե որ եկել են տեղափոխվել են ստեղ 1500 աղբոր շինել են։ Ու ես մատուռնա ունեցել էին։ Սկզբից հին դներում մեջ էր էլի, սկզբը կռիչ չկար, բան չկար, բոլորս դներն ա գիտեինք հատի։ Դե որ քանդվավ արդեն հին դները։ Տղասա Մոսկվա է։ Ինքը կերա որ բայդիկ պիտի սարքվի։ Դե մենք ասիրում մաքրեցինք, ստիգեցինք, վերագառուցեցինք։ Որպեսզի նմուշը մնա, գլխավորն որ բավական է։ Ինքն սկզբում սուրբ է եղել, հա։ Հա, սուրբ է եղել, ինքը սկզբից սուրբ է եղել, հիմա վերագառուցեցինք, մատուռ եղավ։ Հացեվիա մնագս հարային սուրբ։ Երրորդ մատուռը գտնվում է Ձորում։ Այն կառուցվել է Ստյոփա Այվասյանցի կողմից։ Չորրորդ մատուռը գտնվում է Աբլար գյուղատեղիում։
Մատուրը կոչվում է 7 եղբայր։ Կառուցել է Նորիկ Այվազյանը։ Շինարարական աշխատանքները կատարել է Ռաֆիկ Այվազյանը։ Գուլիկամցիների ուղտավայրը գերեզմանատունը կառուցված է կանոնավոր եւ միշտ մաքուր է։ Այստեղ վեր են խոյանում երկու հուշակոթող, որոնք իրենցից ներկայացնում են ճարտարապետական արժեքներ։ Այս կառույցների հեղինակը Գուլիկամի եկեղեցաշինության ավանդույթները շարունակող հմուտ վարպետ Ռաֆիկ Ուզունյանն է։ Շնորհալի երիտասարդ Ալիկ Ժամկոչյանը քարերի վրա հանում է փորագրություններ եւ նկարներ։ Մեծ գյուղ է Գուլիկամը, մեղվի պես ջրաջան ու աշխատասեր է Գուլիկամցին։ Շնորհի բնակավայրի միջով հոսող ջրառատ Աբլար գետակի վրա կառուցված բազմաթիվ ջրաղացների Գուլիկամցիների համար ջրաղացպանությունը համարվել է գլխավոր զբաղմունք։ Գուլիկամում շատ ճաղացել է։ Ջուրը շատ էր այն ժամանակ, մի ջուր չկա։ Գյանալը մի քարի հազիվ ջուր կա։ Որոք ման ժամանակ է չկա։